Արցախյան առաջնորդների ձայները կալանավարի լռության մեջ։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի օրերս տարածած ուղերձը եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նույնաբովանդակ հայտարարություններն ու այդ ֆոնին դատարանում խոսելուց հրաժարվելը նոր լույս են սփռում Ադրբեջանի կողմից կալանքի տակ պահվող արցախյան առաջնորդների շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Դավիթ Բաբայանը հերքեց ադրբեջանական կողմի իրեն վերագրված հայտարարությունները կապված Իվանյանի ազատագրման հետ եւ մատնանշեց խոսքերի ակնհայտ խեղաթյուրում։ Նա նշեց, որ կխոսի դատարանում այս մասին, սակայն հաջորդիվ նշանակված նիստից Բաբայանին վերագրվող որևէ կադր կամ տեքստ չհրապարակվեց։ Բաբայանի ուղերձում աչքի է զարնում մեկ այլ բան եւս։ Նախկին նախարարը նշում է, թե իր հետ լավ են վարվում, թեք հայացքով չեն նայում, ամեն բան լավ է, հատկապես մեկուսարանում։ Բաբայանի այս փոքր նախադասությունը ունի ոչ պակաս կարևոր ենթատեքստ։ Սա պարզապես բառային խաղ չէ։ Սա հստակ մեսիջ է, որը կարելի է մեկնաբանել որպես ազդակ ուղղված արտաքին աշխարհին։ Բաբայանը կարծես ակնարկում է, որ Բաքուն միտումնավոր մեկուսացնում է արցախյան շարժման առաջնորդներին, զրկելով նրանց ցանկացած շփումից եւ ստեղծելով լիարժեք ինֆորմացիոն վակուում, որը ոչ միայն խաթարում է նրանց կապը, այլև նպատակ է հետապնդում կտրել նրանց միջազգային ուշադրությունից։ Այս գործողությունները հանդիսանում են պետական մակարդակով իրականացվող հոգեբանական ճնշման համակարգված քաղաքականություն, որի վերջնական նպատակը Արցախի քաղաքական վերնախավի բարոյալքումն է թե ներքին լսարանի եւ թե միջազգային հանրության աչքում։ Բաքուն փորձում է մեկուսացման միջոցով վերացնել նրանց գաղափարական լիդերությունը, այսպիսով առավել հեշտացնելով ցանկացած ապագա ապօրինի գործողություն թե իրավական, թե քաղաքական հարթակներում։ Բաբայանն այս մասին արձագանքեց. Ենթադրաբար այս նույն իրավիճակում են բոլորը, պարզապես ընտրության հարց է խոսել այս մասին թե ոչ։ Խոսելու, ապա լռելու ճանապարհն ընտրեց Ռուբեն Վարդանյանը։ Նաև ահազանգեց ցուցմունքների փոփոխման մասին եւ այդուհետ որոշեց այլևս չխոսել դատարանում։ Այս երկու դեպքերը արտացոլում են մեկ ընդհանրական իրականություն. Արցախյան շարժման առանցքային դեմքերը ադրբեջանական կալանավայրերում ենթարկվում են քաղաքական հետապնդման եւ տեղեկատվական մանիպուլյացիայի։ Ադրբեջանը ձգտում է օգտագործել նրանց կերպարները սեփական քաղաքական օրակարգը խթանելու եւ արցախյան պայքարը վարկաբեկելու նպատակով։ Սակայն այս իրավիճակին ի պատասխան հայկական պետական եւ քաղաքական շրջանակների արձագանքը շարունակում է մնալ լռության կամ խիստ սահմանափակ հայտարարությունների տիրույթում։ Ոչ միջազգային հարթակներում, ոչ հանրային դաշտում չկա համակարգված նախաձեռնություն այս գործերի շուրջ լայնածավալ իրավական կամ քաղաքական պայքար ծավալելու ուղղությամբ։ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձայները Բաքվի բանտերից հասնում են մեզ, սակայն մնում են առանց համարժեք պետական արձագանքի։ Այս լռությունը ոչ միայն նսեմացնում է կալանավորված անձանց արժանապատվությունը, այլ նաև թուլացնում է Հայաստանի եւ ինչու ոչ Արցախի դիրքերը միջազգային իրավական եւ քաղաքական պայքարում։ Պետական մակարդակով ձևավորված հետևողական քաղաքականության բացակայությունը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի կողմից վարվող ապօրինի գործընթացները միջազգային հանրության աչքում մնում են գրեթե անհետևանք։ Այս իրավիճակը հստակորեն ցույց է տալիս, որ հայաստանյան քաղաքական դաշտը պարտավոր է արձագանքել ոչ միայն հռետորաբանությամբ, այլև միջազգային իրավական մեխանիզմների կիրառմամբ, քարոզչական հակաքայլերով եւ դիվանագիտական ճնշումների միջոցով, արժանապատվորեն պաշտպանելով արցախյան պայքարի առաջատարների կամ պարզապես հայերի իրավունքներն ու արժանապատվությունը։